հայրենակիցներ, մենք իսկապես գերհագեցած քարոզարշավ ենք իրականացրել։ Եղել ենք Հայաստանի բոլոր մարզերում, շփվել ենք տասնյակ հազարավոր քաղաքացիների հետ, համոզել ենք նրանց, խոսել ենք նրանց հետ, բացատրել ենք, խնդրում եմ, բարձր ծափահարենք մեր թիմի յուրաքանչյուր անդամի, մենք սա արել ենք միասին, կեցեք։ Սիրելի հայրենակիցներ, ճիշտն ասած մենք գործընկերներով այսօր որոշել ենք, որ մեզնից յուրաքանչյուրը դիմելու է մի կոնկրետ խմբի, գուցե կոնկրետ անձի, որովհետև այդպես ավելի թիրախային է, որտև այդպես ասելիքը կարող ենք ավելի ուղիղ տեղ հասնել։ Դրա համար էլ ես դիմում եմ հայ երիտասարդին, պարզ սովորական հայ երիտասարդին։ Սիրելի երիտասարդ, դու ամեն օր քո կյանքի մասին որոշումներ ես, չեք կայացնում։ Այստեղ գտնվող երիտասարդներն են, ամեն օր որոշումներ եք, չեք կայացնում։ Ընտրում եք ձեր համալսարանը, ընտրում եք որտեղ աշխատեք, ընտրում եք ձեր ընկերներին, անգամ ընտրում եք այն հեռախոսներն ու համակարգիչները, որով պիտի աշխատեք։ Ու հաճախ այդ որոշումները կայացնելուց դուք բանավիճում եք, թեժ վիճում եք ձեր ընտանիքի անդամների հետ, պաշտպանում եք ձեր ընտրությունը, ամեն կերպ փաստարկում եք ձեր ընտրությունը, որովհետև ուզում եք ձեր կյանքը ապրել այնպես, ինչպես պատկերացնում եք, որովհետև գիտեք, որ մեր աշխատանքը, մեր համալսարանը, մեր հեռախոսը, մեր կյանքի կարևորագույն մասնիկներն են, ու այդ կյանքը մեզ պիտի դուր գա, այդ կյանքը պիտի լինի այնպիսին, ինչպիսին մենք ենք պատկերացնում, այդպես է, չէ՞։ Իսկապես, այս ամեն օր որոշումներ կայացնելուց մեր կյանքի տարբեր բնագավառների մասին, երիտասարդությունը, բայց մի ոլորտ կա, մի տեղ կա, որտեղ ավելի քիչ է մասնակցում։ Դա քաղաքական ոլորտն է, դա նաև ընտրություններն են։ Սիրելի երիտասարդներ, ո՞նց է ստացվում, որ մենք հեռախոսի համար կարող ենք բանավիճել, կարող ենք համակարգչի համար բանավիճել, բայց այն կարևորագույն քաղաքական իրադարձությունը, որը որոշելու է մեր հետագան, որոշելու է մեր պատմությունը, որոշելու է ինչ միջավայրում ենք ապրում, թողում ենք, որ մեր փոխարեն որոշեն ուրիշները, սա ճիշտ է։ Եթե մենք, եթե դուք չեք գնում ընտրության, չեք մասնակցում ընտրությունների, դա ձեր փոխարեն անում է այս երկրում փոքրամասնություն կազմող արժեհամակարգը ու դրանով որոշում է մեր բոլորի ապագան։ Սիրելի հայրենակիցներ, այս ընտրությունը իսկապես սովորական ընտրություն չի, երրորդ հանրապետության ամենակարևոր ընտրությունը։ Այս ընտրությունում մենք որոշելու ենք Հայաստանի Հանրապետության ղեկավարը պիտի համալսարանները անվճար սարքի, թե ժողովրդին տուգանքի մատերիալ սարքի, որն է մեր ընտրությունը։ Այս ընտրությունով է, որ մենք որոշելու ենք Հայաստանի Հանրապետության ղեկավարը պիտի խոնարհվի, պիտի խնկարկի մեր նահատակներին, թե իրանց մասին պլյուս մինուսներով պիտի խոսի։ Այս ընտրությունով է, որ մենք որոշելու ենք մեր Հայաստանը, մեր պատմությունը, մեր ինքնությունը, մեր եկեղեցին, վերջի վերջո պաշտպանվելու է, թե կազմաքանդվելու է այս ամեն ինչը։ Մենք կարող ենք թույլ տալ, որ կազմաքանդվի, մենք կարող ենք թույլ տալ, որ մեր ինչ մենք սիրում ենք իր նկատմամբ հարձակում լինի, մենք դա կարող ենք թույլ տալ։ Չենք կարող թույլ տալ, չպետք է թույլ տանք։ Ու հենց դրա համար ենք ասում։ Ինչ են ձեզ ասում, սիրելի երիտասարդներ, ասում են եկեղեցին թող չմասնակցի կարևոր որոշումների կայացմանը, տեսակետ թող չարտահայտի, ասում են մասնագետները թող հեռու մնան քաղաքականությունից, ասում են երիտասարդները թող հեռու մնան քաղաքականությունից, ինչի համար, որ Նիկոլ Փաշինյանները, Վահագն Ալեքսանյանները, Արարատ Միրզոյանները մեր ճակատագիրը որոշեն, էս ենք ուզում։ Սիրելի երիտասարդներ, դիմում եմ յուրաքանչյուրի, ոնց կարող ենք մենք մեր ապագան վստահել այս թիմին,
Ես գիտեմ, որ ձեզնից շատերը իր սեփական շանը կամ բույսին չի վստահ թիմին։ Ոնց ուրեմն մեր պետության ապագան կարող ենք վստահել։ Կարող ենք։ Չենք կարող։ Դրա համար ենք ասում։ Կիրակի օրը ընդամենը 2 օր անց ճակատագրական ընտրություններ են։ Այդ ընտրությանը խնդրում ենք ձեզ, կարիք չկա նահատակվելու, թշնամու դեմ կռվելու, արկերի տակ խրամատում կանգնելու, բայց կարիք կա գնալ, քվեաթերթիկը վերցնել, ընտրատեղամաս տանել ընկերոջը, ընտանիքի անդամին ու քվեարկել, ու քո քվեով մերժել ես իշխանությանը, քո քվեով նոր արշալույս բացել Հայաստանի համար, որովհետև կամ մենք, կամ իրանք, մենք չենք կարող ընտրել իրանց, մենք չենք կարող Ադրբեջանի ու Հայաստանի միջև չընտրել Հայաստանը, մենք ընտրում ենք, որովհետև մեր կյանքի ամենակարևոր ընտրությունը, որոշումը մենք արդեն կայացրել ենք, հայ լինել ու հայ մնալ, մենք պիտի մնանք հայ, Հայաստանը պիտի մնա հայկական, հայ առաքելական եկեղեցին պիտի մնա անսասան, Հայաստանը պիտի մնա բոլոր հայերի տունը, ով այդպես չի համարում, ինքը ազատակ գնալ Հայաստանից, սա մեր տունն է, մենք մեր տունը կառուցելու ենք։ Իսկապես քարոզարշավի վերջին օրն է, ես երևի վերջին հնարավորությունը կունենամ, խնդրում եմ, մի հատ իրար հետ միասին